Երեխաներ, այսօր ձեզ մի ուսուցանող արակ եմ պատմելու։ Տատի, ինչի մասին է։ Որդի ու ընկույզի մասին է։ Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ խնձորենի, ընկուզենի, տանձենի, թձենի։ Տատի, ո՞րն էր ամենահետաքրքիրը։ Սպասիր, հիմա կպատմեմ։ Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր։ Տատի, ընկույզը խոսում էր։ Հիմա կիմանաս։ Տատի, հետո ինչ եղավ։ Սպասեք, հիմա կպատմեմ։ Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ. Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին։ Դու դեռ փոքր ես, քեզ կորորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ։ Փոքրիկ ընկույզի եղբայրները ասացին. Մի թողնի այդ թափարականին քո տունը։ Մի թողնի այդ թափարականին քո տունը։ Ով գիտե դրա տունն ու բունը։ Վարքն ու բարքը։ Տատի, ինչու էին այդպես ասում։ Որովհետև անծանոթներին պետք չէ վստահել առանց ճանաչելու։ Դիմացինին ճանաչելու համար ժամանակ է պետք։ Վստահությունը միանգամից չի տրվում, այն կամաց-կամաց է կառուցվում։ Տատի, բա ընկույզը ինչ արեց։ Ընկույզը նայեց իր ընկերներին ու ասաց. Այդ ձեր բանը չի, ինչ եք խոսում իզուր տեղը։ Ես ինձ համար, դուք ձեզ համար։ Այսինքն չլսեց նրանց։ Այո, և հյուր ընդունեց ծերունի որդին։ Այդ ձեր բանը չի, ինչ եք խոսում իզուր տեղը։ Ես ինձ համար, դուք ձեզ համար։ Ագահ և չարամիտ որդը անցք բացեց ընկույզի կեղևում, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց։ Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ։ Ծափ էր տալիս ու ասում. Նոր ընկուզս գտալ Ծակեցի ու ներս մտա Կերակը շտացա Դատարկ մնաց վշտացա Դուրս գամ ծառա չապչպեմ Տեսնես ում կխապխպեմ Ինձ որդ կասեն ծերուկ որդ Լեզուս քաղցր շողոքորդ Փոքրիկ անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար ավազակ որդին։ Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում։ Այս առակը մեզ սովորեցնում է, որ չպետք է միամիտ լինենք։ Եթե առանց մտածելու վստահենք ուրիշներին, կարող ենք վնասվել։